Սա մեր գեղեցիկ այգին է, որտեղ ես գտնում եմ իմ հոգու հանգստությունը։ Ես իմ հանգստությունը գտնում եմ միայն մեր այգում։ Գտնում եմ ինքս ինձ, գտնում եմ իմ հոգու խաղաղությունը և իմ մտքերը։ Ես եմ մեր այգին, իմ մտքերս և իմ հիշողություններս, որը ինձ տանում է իմ ապրած տարիները Հայաստանում։ Իսկ նստած թռչունների ծլվլոցը նման է քաղցր մեղեդու։ Այս լռության մեջ մեր այգին է, ես եմ, իմ խոհերը, հուշերս ու մտքերս, իմ թանկագին հետևորդներ ջան։ Իսկ հիմա ցույց եմ տալիս խնձորենին, որը արդեն բերք է տվել։ Սիրելիներս, իրոք այս այգու մեջ խաղաղություն կա, ներդաշնակություն, պարզություն, հանգստություն, գեղեցկություն։ Եկեք շրջենք մեր այգով, նոր հետո արդեն կոֆե կվայելենք։ Սա Լորենի է, սա ընկյուզենի է, սիրելի հետևորդներ ջան, կանաչ, մեծացած, գեղեցիկ ընկյուզենի է, տանձենի է, կառլիկ տանձ է, վրան 3 հատ տանձ կա արդեն, սիրելիներս։ Հիմա անցնենք հաղարջներին։ Հաղարջներն էլ շատ բերքառատ են այս տարի, կարմիրը, սևը, սպիտակը, սիրելիներս, բոլորն էլ շատ բերքի են նստած այս տարի, արդեն սկսում են հասունանալ, կարմիր հաղարջները, սմորոդինան, տեսեք ինչ լավ կարմրում է։ Մի քանի օրից արդեն կարող ենք հավաքել, կոմպոտ պատրաստել։ Սիրով ցույց եմ տալիս, ման եմ գալիս և ձեզ էլ ինձ հետ ման եմ տալիս մեր այգով, սիրելիներս։ Սա էլ խոշոր մեծ հաղարջն է, արդեն սա էլ է կարմիր, սա սևն է, սպիտակն էլ ունենք, խաղողի նման, սա էլ սպիտակն է։ Բոլորն էլ կամանց արդեն հասունանում են։ Ժամանակն է արդեն հասունանալու։ Սա մեծ խաղողի նմանն է։ Հələ ինչքան խոշոր է, շատ խոշոր է։ Կապել եմ, բարձրացրել եմ վերև, ամեն ինչը տեղը տեղին արված, մաքուր, կոկիկ, գեղեցիկ այգի ունենք, սիրելի հետևորդներ ջան։ Դուք էլ միշտ գովաբանում եք, ես էլ շնորհակալությունս եմ հայտնում բոլորիդ։ Սա մալինան է, շատ խոշոր, անփուշ, փշոտ չի։ Սա էլ այսպիսի սորտ է, տեսեք ինչքան մալինա կա։ Դա մշակելու արդյունքն է, որ բույսին սնում ես, ջրում ես, բույսն էլ մեզ իր բերքն է տալիս։ Այ հիմա դեմքով բոլորիդ ասում եմ, բարի լույս, իմ շատ սիրելի թանկագին հետևորդներ ջան, հավաքվեք, մեր կոֆե խմելու ժամն է, հավաքվեք, եկեք միասին վայելենք մեր առավոտվա կոֆեն, ինչպես եք, իմ թանկագին հետևորդներ ջան։ Ես լավ եմ, փառք Աստծո, ցանկանում եմ, որ դուք էլ միշտ լավ լինեք։ Սիրելիներս, այսօր նստել եմ մեր այգում, շատյորի տակ, բավականին ժամանակ չեմ նստել, այստեղից չեմ նկարել ձեզ համար, բայց այսօր որոշեցի, որ նստեմ, համ կոֆես դրսում վայելեմ մեր այգում, շատյորի տակ, համ էլ ձեզ հետ մի փոքր զրուցեմ, սիրելիներս։ Ինչպես միշտ, քանի որ ծաղկած ծաղիկները գեղեցկացնում են մեր պարտեզը, ձեզ և ինձ անպակաս են ծաղիկները ինձանից։ Այսօր արդեն ծաղիկները 3, ավելացել է նաև ռամաշկաները, սիրելիներս, տեսնում եք, ինչքան նուրբ,
Գեղեցիկ, ասեմ, որ հարսս են նվիրել, քաղել է և բերել նվիրել է սիրելիներս, շնորհակալ եմ հարսից ես, վերաբերմունքի համար սիրելիներս, հարգանքի վերաբերմունքի համար, առավոտ շուտ դուրս եկա, նկարեցի ձեզ համար, ցույց տվեցի մեր այգու ծառերը, սիրելի հետևորդներ ջան, հառապտողները, կոֆեն դրեցի, եկա նստեցի, համ կխմենք, համ կզրուցենք, համ էլ իրար հետ գործ կանենք, այսօր եղանակը զգում եք, չեք, համոտ է, շատ համոտ է, և զով է, և հով է, և քամոտ է, սիրելի հետևորդներ ջան, այսօր միասին մաքրելու ենք համեղություն, դանդուր, սիրելիներս առավոտյան ժամը 7-ն է, հով, զով, գիտեք խաղաղ, միայն թռչուններն են երգում, որը շատ հաճելի է, կարող է լսվել, լսում եք, հիմա հարսս երեկոյան քաղել է դանդուր, ներս չէի տարել, թողել էի դրսում, շաճորի սեղանի վրա ծածկել էի, հիմա որոշել եմ առավոտ շուտ մաքրեմ, տեսնեմ հաստ մասերը թթու պատրաստեմ, բարակ նուրբ ճուղերը, չգիտեմ, կամ կխաշեմ, սիրելիներս, կտապակեմ, կամ էլ աղցանք պատրաստեմ, ամեն ինչ էլ կարող եմ պատրաստել այս դանդուրից, աղցանել, ձվովել, թթույել, ուղղակի սիրելիներս, գրական անունը ես չգիտեմ, ես ինչ հիշում եմ դանդուր եմ լսել, դանդուր էլ ասում եմ, եթե գիտեք, գրեք գրառման բաժնում, հիմա, համ կոֆեն խմենք, համ էլ մաքրենք դանդուրը, առանձնացնելու եմ, ես նաև բերել եմ ցանց քամիչ, կառանձնացնեմ 2 տեղ, նուրբ դանդուրները և սիրելի հետևորդներ ջան, լխտիկները, ոնց որ ասացի, սիրելիներս, տեսեք, չեմ ասում շատ լխտիկ է, բայց լավն է, այս լավ լխտիկ մասերը կպոկեմ թթվի համար, թթու կդնեմ, ինչքան որ կլինի, թեկուզ մի ապսե, սիրում են մերոնք, այս մասերը կարող եմ նաև չմաքրել, մի թեթև, տերևի մասը կմաքրեմ, իսկ այս բարակ ճուղերն էլ սիրելի հետևորդներ ջան կդնեմ կխաշեմ, կամ էլ տեսնեմ, չգիտեմ, կարող է աղցան սարքեմ, կարող է խաշեմ, ձվով պատրաստեմ, համ կմաքրեմ սիրելիներս, համ էլ ձեր հարցերի պատասխանը կտամ, հարցնում եք, թե դուք որտեղից եք, որտեղ եք ապրում, առաջի հարցը, երևի նոր եք բաժանորդներ են, չգիտեն, ես մեկ անգամ ասել եմ սիրելիներս կակրաս, հենց այստեղ նստած անցած տարի ամռանը, բայց նորից սիրով պատասխանեմ ձեր հարցերին, սկզբից սկսեմ սիրելիներս, ես ծնվել մեծացել եմ Արտաշատի Ազատավան գյուղում, հաճախել եմ Ազատավանի դպրոցը, սիրելի հետևորդներ ջան, բարձրագույն հաստատություն չեմ սովորել, առաջի տարին գործերս տվել եմ բակունց, չեմ ընդունվել, կարու ձև եմ սովորել սիրելիներս, մասնավոր, սովորել եմ Մրգավան գյուղում, որտեղ որ ամուսնացել եմ, ասեմ, որ կարանող եմ, ես սիրում եմ կարել, գործել, գիտեք արդեն, ցույց եմ տվել,
Հենց Մրգավան գյուղում էլ ամուսնացել եմ, սիրելիներս։ Տեսել են, հավանել են և ամուսնացել ենք։ Ներս, հիմա հարց երկրորդ։ Գրում եք, թե Տիկին Մարինե, քանի երեխա ունեք։ Սիրելիներս, թանկագիններս, անուշիկներս, ես ունեմ 2 երեխա։ Մեկ տղա Նորայրս, որ արդեն դուք քաչ գիտեք, Նորիկս, ծանոթ եք, և աղջիկս անունը Լիլիթ է, մեծը աղջիկս է, մի տարի, քանի ամիս տարբերությամբ Նորայրս է։ Նորայրս ունի 2 երեխա։ Մարինկայիս գիտեք, սիրելի հետևորդներ ջան, իմ աջ ձեռքը օգնականս, տղան էլ Գարուշն է, նորից գիտեք տեսահոլովակներում, Գարուշիկս էլ է աշխատում, երևում է։ Սիրելի հետևորդներ ջան, իսկ աղջիկս ունի 4 երեխա։ 3 աղջիկ, Խաչատուրս էլ էստեղ էր մի շաբաթ, տեսել եք, և Խաչատուրս։ Աղջիկներից մեծը սովորում է համալսարանում Մոսկվա քաղաքի։ 3-րդ կուրսն է, փոխադրվեց 4-րդ։ Երկրորդ աղջիկը, սիրելիներս, սովորում է դեղագործական, առաջի կուրսը ավարտեց, փոխադրվեց 2-րդ կուրս։ 3-րդը Անգելինաս է, որ ձեզ համար լավ նվագում է, սիրելիներս, դուք լսում եք, 9-րդ դասարանը ավարտեց և հաճախում է դաշնամուրի։ Այս տարի դաշնամուրի վերջի տարին է, ավարտելուց հետո ուզում է սովորել կոնսերվատորիա, երաժշտական գծով է գնալու, սիրելի հետևորդներ ջան։ Խաչատուրս էլ փոխադրվեց 5-րդ դասարան, Մարինկաս փոխադրվեց 8-րդ դասարան, դե գիտեք, որ Գարուշիկս էլ սովորում է, սիրելի հետևորդներ ջան, քոլեջում ավտոմեխանիկ։ Ասեմ, որ 3 քննություն է տվել, 4 է ստացել ֆիզիկայից։ Կեց է Գարուշիկս, լավ էլ սովորում է։ Թոռները ծնվել են, մեծացել են Մոսկվայում, Ռուսաստանում, բայց մնացել են հայ։ Հայավարի է ամեն ինչը, մեր տան մեջ ամեն ինչը հայի ոգով է, հայի ոգով դաստիարակված են մեր երեխաները, սիրելի հետևորդներ ջան, հայերեն է խոսում մեր տան մեջ, կարող է դրսում, դե սովորում են, սովորելու տեղը իհարկե պետք է խոսեն իրենց լեզվով, ասեմ, որ բոլորն է լավ են սովորում և մեր հայոց լեզուն պահպանում են։ Մեծ թոռնուհիս գրել կարդալ գիտի, սիրելիներս, հայերեն։ Եթե ես իրենց խոսքի հայերեն եմ գրում հեռախոսով, Գայանես ինձ հայերեն է պատասխանում։ Ուզում եմ ասեմ, որ Գայանես հայոց տառերը գիտի, գրել կարդալ գիտի, մնացածը չգիտեն, չեմ կարող սուտ խոսել, ասել գիտի, ոչ, 5 երեխաները խոսում են լավ, ճիշտ է կարող է ակցենտ ունեն, բայց գրել կարդալ չգիտեն, սիրելիներս, սա էլ թոռներիս մասին։ Քամին տեսնում եք, մազերս էլ է տանում բերում։ Սիրելիներս, ապրում ենք Բադ Մոսկովիա, Մոսկվայից քիչ ենք հեռու։ Արդեն ցույց եմ տվել, գիտեք, ինչքան չնաշխարհիկ վայրում եմ ապրում։ Ապրում ենք արդեն 27 տարի։ 99 թվականից դուրս ենք եկել, 27 տարի ապրում ենք Մոսկվայում, սիրելիներիս, որից 23 տարի ուղիղ այս գյուղում ենք ապրում։
Չեմ կարող ասել գյուղ, որովհետև շատ զարգացած է սիրելիներս, շատ, ամեն ինչ կա այստեղ, ասֆալտապատած, ամեն ինչ, ես կամաց ձեզ ծանոթացրել եմ մեր գյուղի հետ, նորից Մարինկայիս հետ, մի օր, նորից, ձեզ հետ միասին կշրջագայենք, որտեղ որ չենք եղել, ինչ հարցեր ունեք, գրեք, սիրով կպատասխանեմ։ Անչափ, անսահման սիրում եմ բոլորիդ։ Դուք ամենալավ հետևորդներն եք, սիրելիներս, որի համար շնորհակալ եմ Աստծուն, որ ձեզ ունեմ։ Այս են սիրելիներս, մաքրում եմ, այստեղ են մի փոքր ասեցի բարակները, ափսոսս գալիս է, քանի նուրբ է կարելի է ուտել։ Այստեղ էլ մաքրել եմ լխտիկները թթվի համար։ Հիմա ինչ կլինի, սիրելի հետևորդներ ջան։ Ամուսինը շատ է սիրում, ես էլ իրեն ցանկությունը որոշեցի կատարել, համ էլ կնկարեմ, ձեզ հետ էլ նստած զրույց եմ անում, հաճույքով էլ գործս անում եմ, սիրելիներս։ Մարինկասել իմ օգնականն է, միշտ ինձ հետ է այս օրերին արձակուրդ է, ինձ օգնում է, սիրում է աշխատել հողամասում, առանց ասելու պատրաստում է, սիրով գործը սիրով է անում, ամենակարևորը, որ եթե մի գործ անում ես, պետք է սեր դնես այդ գործի մեջ, որ լավ լինի, եթե կերակուր է, համեղ լինի, սիրելիներս, շատ հավանում եք Մարինեի, շատ բարի, լավ, ջերմ խոսքեր եք գրում, հավանում եք իր ակցենտով խոսալը, ասեմ սիրելիներս, 6 թոռներս էլ հայերեն են խոսում տանը, դե իհարկե բնական է իրեն սովորելու վայրում ռուսերեն պետք է խոսան, իսկ տանը մենք միշտ խոսում ենք հայերեն, հայերեն գրել կարդալ միայն գիտի Գայանես, մեծ թոռնուհիս, մնացածը խոսում են 5-ը, բայց չեն գրում, չեն կարդում, իսկ Գայանես բոլոր տառերը գիտի, մեր հայկական տառերը, մեր տան մեջ, սիրելիներս, մենք ապրում ենք հայկական ձևով, մեր տան մեջ ադատներ կան, մեր տան մեջ հայկական ոգին է, մեր տան մեջ մեր Հայաստանի ընտանիքների նման ընտանիք է, սիրելիներս, սիրում ենք մեր Հայաստանը չնաշխարհիկ, գնում ենք մեր Հայաստանը, շատ ենք սիրում մեր լեռները, մեր սարերը, մեր ձորերը, մեր բնությունը Հայաստանի, մենք մեր Հայաստանի, նորից եմ կրկնում, ոգով ենք ապրում։ Սիրելի հետևորդներ ջան, հիմա դրսում մի հատ լավ լվանամ, այսենց լավ ուժեղ խոսող ջրի տակ, նոր կտանեմ տուն, տունն էլ կլվանամ ու կանցնեմ գործի, դրսում լվանալը մի ուրիշ հաճույք է, հոսող ջրի տակ, սա են մանրներն է, տեսնեմ, կարող է խաշեմ, կարող է աղցան պատրաստեմ, չգիտեմ, ամեն ինչ է կարող ենք պատրաստել, այնց էլ հավեսին է, սառնությունը դուր է գալիս, սիրելիներս, այս թասը 99 թվականից ձեռքումս է, վարենիները, մուրաբաները, այդ թասով եմ եփում, ճիշտ է ինքը մի քիչ շիրերը թռած է, բայց դե հլը հաշվեք, քանի տարի է, շուտով կլի 30 տարի, 26 տարի այս թասը օգտագործում եմ միշտ, արդեն տեսեք, բայց ափսոսում եմ գցեմ, որովհետև հիմա շատ համ չկա, հիմա
Եթե լինի էլ շատ թանկ է, դրա համար ափսոսում եմ։ Արդեն ջուրը սրա զուլալվեց, մաքուր մի հատ էլ տունը, չնայած կարիքն էլ չկա, տեսեք, սիրելիներս։ Սա այսպես մի հատ էլ ցողեմ։ Մյուսը դնեմ։ Ոստեղ դնեմ։ Սա կդատարկեմ թասի մեջ։ Եվ այս կլավանեմ։ Հիմա կադրից դուրս լվանամ գնանք։ Եվ սիրելի հետևորդներ ջան, լավ լվացի, հələ ջուրը տեսեք մաքուր, զուլալ։ Անջատենք ու գնանք։ Սիրելի հետևորդներ ջան, հոսող ջրի տակ լավ լվացի, դրել եմ ջրքանվի։ Հիմա գնանք մեր խոհանոց, որպեսզի պատրաստենք։ Ձեզ էլ ինձ հետ տանում եմ։ Համեցեք մեր խոհանոց։ Սիրելիներս, գազօջախին արդեն եռում է կաթսայով ջուրը։ Եռացող ջրին ավելացնում եմ 2 ճաշի թեթև գդալ աղ։ Աղը լցնելուց հետո ջուրը կխառնեմ մի լավ, որպեսզի աղը լուծվի։ Լուծված աղաջրի մեջ եռման լցնում եմ դանդուրները։ Սիրելիներս, դուք տեսաք, որ այս դանդուրի տերևները լրիվ չմաքրեցին, որովհետև ինձ մոտ շատ նուրբ տերևներ են։ Եթե ձեզ մոտ հաստլիկ են եւ ցանկանում եք, որ մաքրեք տերևները, հոգ չէ, մաքրեք։ Միայն ցողուններով էլ է շատ համեղ թթու լինում։ Հիմա քիչ ավելացնելով դանդուրը եռման ջրին, մի թեթև հիմա կպահեմ, այստեղ էլ ունեմ շատ սառը ջուր, համարյա սառուց, շատ սառը, որ հենց թեթև խաշեմ, լցնեմ սառը ջրի մեջ։ Հիմա կես րոպե հետո շուռ կտամ, նոր կհանեմ, սիրելի հետևորդներ ջան, հիմա փորձում եմ, մի վայրկյանից հետո կհանեմ։ Սիրելի հետևորդներ ջան, եթե ձեզ մոտ դանդուրը շատ հաստ է, տեսեք ինձ մոտ շատ հաստ չի, արդեն պատրաստ է, հանում եմ, կարող եք մի փոքր ավել թողնել, շատ չեմ խաշում, որպեսզի դանդուրները խրխրթան մնան։ Եթե դուք ուզում եք շատ խաշեք, կարող եք խաշել, բայց ասեմ, որ թեթև խաշված դանդուրը, որ խրխրթան է, ավելի համեղ է լինում։ Հիմա սա լցնեմ սառը ջրի մեջ և եռման ջրին նորից ավելացնեմ դանդուրները։ Մինչև լցնեմ, դանդուրները սառը ջրի մեջ արդեն կհովանան։ Կհանեմ, կդնեմ քամիչի մեջ, որ քամվի։ Շուռ ու մուռ տամ, իջեցնեմ ջրի տակ, այսենց շուռ տամ, նոր արդեն սառը ջրից հանեմ դանդուրները։ Քամիչը դնեմ, որ քամեմ, սառը ջրից հանեմ, լցնեմ քամիչի մեջ։
Հիմա կաթսայի միջինը կհանեմ, կլցնեմ սառը ջուրը։ Հաջորդը, որ թեթև խաշեմ, սառը ջուրը արդեն կփոխեմ, որ նորից սառը ջուր լցնեմ։ Այս ջուրը արդեն փոքր գոլացել է։ Հիմա եռման ջրի մեջ լցնեմ մնացած դանդուռը, սիրելի հետևորդներ ջան։ Նոր արդեն սառը ջրից կհանեմ թեթև խաշված դանդուռները, կլցնեմ քամիչի մեջ, թող քամվի։ Մարինադի բաղադրիչներն են սամիտ, մի փոքր փունջ։ Վերցրել եմ 5 ատամիկ սխտոր, 2-ը ճզմել եմ, 3-ը կտրտել եմ, աղ, շաքարավազ, 9%-անոց սովորական քացախ։ Հիմա ինձ մոտ լիտր ու կես ջուր է սառը։ Ջրին ավելացնում եմ 2 ճաշի գթալ աղ, 2 թեթև ճաշի գթալ շաքարավազ, 2 լավ ճաշի գթալ սովորական 9%-անոց քացախ, 1, սա էլ 2։ Հիմա ջուրը, աղաջուրը լավ կխառնեմ, սիրելի հետևորդներ ջան, որպեսզի աղը, շաքարավազը լավ հալվի, լուծվի ջրի մեջ։ Աղաջուրը պատրաստ է, կաթսայի մեջ դնում եմ մի փոքր սամիտ, բաժանելով 2 մասի։ Ավելացնում եմ մի փոքր ճզմած սխտոր և կտրտած սխտոր։ Լցնում եմ թեթև խաշված դանդուռ։ Այս մեր կեշայի ձայնը երևի խանգարում է, չէ՞ ձեզ, նորից սկսել է, հենց խոսում եմ, ինքն էլ իմ հետ է խոսում։ Հիմա սիրելիներս, շարելուց հետո մի փոքր նորից սխտոր եմ ավելացնում։ Ավելացնում եմ մի փոքր էլ սամիտ։ Սամիթի վրա ավելացնում եմ դանդուռ։ Շատ թեթև եմ խաշել, որ ձողերը չեն լխկվել։ Սամիտ չդրեցի, միայն սխտոր լցրեցի վերևի շերտում, սիրելիներս, կակռած հենց այդ կաթսայով եղավ։ Բոլոր դանդուռներն էլ, սիրելիներս, պատրաստեցի թթու, էլ ոչ ձվով եմ պատրաստելու, ոչ էլ աղցան, որովհետև շատ են սիրում։ Բոլոր իրար հետ խաշեցի և թթու եմ դնում։ Սիրելիներս, հիմա պետք է դանդուռի վրա լցնեմ աղաջուր։ Ընդամենը մի քանի րոպեում համեղություն պատրաստեցինք։ Այսօր այս համեղությունը դանդուռի թթուն կթողնեմ սենյակային ջերմաստիճանում, իսկ վաղը կդնեմ սառնարանը։ Եթե թողնենք սենյակային ջերմաստիճանում, կարող է երեսը բորբոս կապի, իսկ սառնարանում երկար ժամանակ կպահպանվի և չի փչանա։
Այսքանը սիրելիներս սիրով պատրաստեցի, ձեզ էլ ցույց տվեցի, թե ինչպես եմ ես պատրաստում դանդուրի թթուն։ Պատրաստեք, վայելեք։ Այսքանով ավարտում եմ այսօրվա հոլովակը և ձեզ ցանկանում եմ, որ լինեք միշտ առողջ, սիրեք կյանքը, քանի որ մենք հավերժ ենք այս կյանքում, լինեք երջանիկ, ուրախ և անհոգ։ Ձեզ հետ էր ձեր շատ սիրելի տիկին Մարինեն, բարին ձեզ հետ, համբուրում եմ բոլորիդ, ցտեսություն, մինչ նոր հոլովակ։